Նախ պիտի խոսեմ նրա մասին, որ պաշտպանական ծախսերը սկսած 23 թվականից էապես աճել են, այսինքն 23, 24, 25 եւ արդեն նախատեսվող 26 թվականներին իրականացվել են եւ իրականացվելու են աննախադեպ ծախսեր։ Սրանք էապես փոխել են այս ծախսերը մեր հնարավորությունները, խոսքը վերաբերում է եւ բանակի կարիքների, եւ զինծառայողների սոցիալական վիճակի եւ բազմաթիվ այլ հարցերի, այդ թվում նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումների, ինժեներական աշխատանքների, այսինքն այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, հնարավոր է եղել մեր կառավարության հատկացրած զգալի միջոցների հաշվին։ Այն, որ 25-ի եւ 26-ի միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում այնտեղ հստակ բալանս կա, որովհետև երբ համեմատենք 24 թվականի պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն եւ 26 թվականի նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 23, 24 եւ 26-ի միջև, այստեղ իրական դիսբալանսը տեղի ունեցել 25 թվականին հօգուտ պաշտպանության նախարարության, որովհետև ելնելով տարածաշրջանային զարգացումներից տվյալ պահի մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 25 թվականին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս առաջին հայացքից խզվածքը, որը իրականում որևէ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որը արել է ադեկվատ կառավարությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն նախարար, կարծում եմ մեր քաղաքացիները լսեցին եւ առիթ ունեն անհանգստանալու, հատկապես այն քաղաքացիները, որոնց որդիները ծառայում են հայկական բանակում։ Շնորհակալ եմ։ Եվ հավելեմ նաեւ, որ եթե մեր քաղաքացիները ծանոթացել են վարչապետի հայտարարությանը, ապա նրանք կարող են կազմել խմբեր, դիմել համապատասխան հասցեով, նամակ ուղղել, եւ այդ խմբին մենք կարող ենք ծանոթացնել մեր տեղական եւ նաեւ ձեռք բերված սպառազինության միջոցներին։